Միքայել arczepiskopos Աջապահյանի փաստաբանները ստացել են դատախազության դիմումը։ Դրանով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկում բողոքարկում է Վերաքննիչ քրեական դատարանի 1.5 ամիս առաջ կայացրած որոշումը։ Վերաքննիչը որոշել էր ազատ արձակել Սրբազանին, գործն էլ ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի մարզի դատարան։ Գործը պետք է ուղարկվի ըստ ընդդատության, այն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն է այն պատշաճ դատարանը, որ պետք է քննի Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը, վստահ են Շիրակի թեմի առաջնորդի պաշտպանները։ Բացատրում են, Միքայել Սրբազանի մեղադրանքի հիմքը իշխանության ենթադրյալ զավթման կոչ պարունակող հարցազրույցը Շիրակի մարզկենտրոն Գյումրիում է եղել։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Նշանակում է, ի սկզբանե Շիրակում պետք է քննվեր գործը, ոչ թե Երևանում։ Ըստ փաստաբան Մարինե Ֆարմանյանի, այս հարցը պաշտպանական թիմը բարձրացրել է Երևանյան դատական նիստի առաջին իսկ օրը։ Վերաքննիչ դատարանը իրավացիորեն գտավ, որ այո, ընդդատության խախտում առկա է, քանի որ տեսագրությունը, որը ներկայացվել է որպես ապացույց, արված է Գյումրի քաղաքում։ Փաստաբանների կարծիքին է Վերաքննիչ քրեական դատարանը, բայց գլխավոր դատախազը այլ կերպ է մտածում։ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարանից խնդրում է բեկանել Վերաքննիչի որոշումը։ Գլխավոր դատախազը իր վճռաբեկ բողոքում գտնում է, որ անկախ նրանից, որ տեսագրությունը արված է Գյումրի քաղաքում, այնուամենայնիվ անորոշ է, թե ինչ տարածում ունի, ինչ սփռում ունի, ինչ քանակի դիտողականություն կա։ Դատախազության պատճառաբանությունը ըստ փաստաբանների հետևյալն է. ճիշտ է, Սրբազանը խոսել է Գյումրիում, բայց տեսագրությունը տարածվել է ամբողջ հանրապետությունում։ Ուստի իրավաչափ է Երևանի առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի անցած տարվա հոկտեմբերին Միքայել Սրբազանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Շեշտադրում է արված այն հանգամանքին, որ անկախ տեսագրման վայրից հայտնի չէ, անորոշ է, թե ինչ ազդեցության շրջանակ է, լսարանի ինչ շրջանակ է իր մեջ ներառում եւ ինչ քանակությամբ մարդիկ կարող են լսել։ 1 ամիս ունեն փաստաբանները դատախազության բողոքին պատասխան ներկայացնելու համար։ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ունի գործը վարույթ ընդունելու համար։ Վարույթ չընդունելու դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ կմտնի։ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործի նոր քննություն կսկսի Շիրակի մարզի դատարանը։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։